Ռեյտինգային ընտրակարգ, համամասնական ընտրություն, կուսակցություն, դաշինք, ինչն է փոխվել, ինչպես ընտրություն անել, ասում են այս անգամ նորամուծությունները շատ են։ Այսպիսով բարդ է ընտրություն կատարել թե ոչ, պարզենք միասին հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Նախ յուրաքանչյուր ընտրատեղամաս ինչպես միշտ իր աշխատանքի մեկնարկը կսկսի առավոտյան ուղիղ ժամը 8-ին ու դռները կփակի 20:00-ին։ Արդեն տեղամասում ընտրողն անձնագիրը հանձնաժողովի անդամին է ներկայացնելու, հետո սկսվելու է էլեկտրոնային գրանցումը։ Վերջում է ձեր անձնահաստատող փաստաթուղթը, ստուգում է արդյոք դուք եք անձնահաստատող փաստաթուղթը, ձեր անձնահաստատող փաստաթուղթն է թե ոչ։ Եթե այո, ապա ընթերցում է սարքի միջոցով MRZ դաշտը, ներողություն այսպես։ Հենց տվյալները հայտնվեն էկրանին ու վառվի կանաչ լույսը, ուրեմն ամեն ինչ նորմալ է, ճիշտ ընտրատեղամասում եք, կարող եք ընտրել։ Ձեզ կպահանջվի, որ ձեր աջ ձեռքի ցուցամատը դնել սկաներին, որպեսզի սկանանի ձեր մատնահետքը, որից հետո ձեր համար կտպագրվի կտրոն։ Կտրոնը տպագրվելուց հետո մասնագետը ձեր ID-ն եւ կտրոնը կվերադարձնի ձեզ։ Արմեն Սմբատյանը հավաստիացնում է, ոչ մի բարդ բան չկա։ Հանձնաժողովի բոլոր անդամները լավ տիրապետում են ընթացակարգին ու ընտրողը ոչ մի դժվարության չի բախվի։ Տեղամասում մինչև քվեախցիկ հասնելը ընտրողը կստանա 9 քվեաթերթիկ, ամեն կուսակցության ու դաշինքի համար մեկական։ Ես կարող եմ որևիցե քվեաթերթիկ չվերցնել, հրաժարվել։ Ոչ, չեք կարող։ Եթե դուք արդեն հասել եք այն փուլին, որ հանձնաժողովի անդամը ձեզ պետք է տա քվեաթերթիկ, ապա այդ քվեաթերթիկները ամբողջությամբ պետք է դուք վերցնեք։ Խնդիրը հետևյալն է, դուք մինչև տեղամաս գնալը պետք է հստակ իմանաք, թե որ քաղաքական ուժին եք սատարում, որովհետև քվեախցում 9 քվեաթերթիկներից դուք գործ եք ունենալու միայն մեկի հետ։ Արդեն քվեախցում յուրաքանչյուր ընտրողի ձեռքին կլինի 9 նման քվեաթերթիկ, մի 30 կուսակցության անունը, դարձերեսի նույն կուսակցության ռեյտինգայինով առաջադրված թեկնածուների անուն ազգանունները։ Դա նշանակում է, որ ձեր ռեյտինգայինով առաջադրված թեկնածուն եւ կուսակցությունը պետք է լինեն մեկ քվեաթերթիկի մեջ։ Իսկ ենթադրենք դուք չեք ճանաչում կամ չեք ցանկանում ռեյտինգայինով առաջադրված որևիցե թեկնածուի ձեր ձայնը փոխանցել, ապա պետք է ուղղակի ընտրել ձեր ցանկալի կուսակցությունը եւ այդ թերթիկը առանց որևէ նշումի դնել ծրարի մեջ։ Իսկ ինչ անել մնացած 8 քվեաթերթիկները։ Մնացած քվեաթերթիկները նետում եք քվեախցի մեջ, հատուկ դրա համար պատրաստված արգղիկի մեջ։ Եթե ես դիտավորյալ ռեյտինգայինով առաջադրված թեկնածուների երկուսի անվան կողքն եմ դնում վեաձև նշանը, ինչ է լինում այս դեպքում։ Այդ դեպքում ձեր ձայնը կհաշվարկվի միայն կուսակցության համար։ Ձեր ձայնը չի հաշվարկվի ոչ մի տարածքային թեկնածուի համար։ Ահա, այսինքն անվավեր այս դեպքում չի ճանաչվում։ Անվավեր չի ճանաչվում։ Իսկ որ դեպքում է քվեաթերթիկն անվավեր ճանաչվում, մասնագետը պարզաբանում է, եթե դրա վրա առկային գրառումներ կամ պատկերներ։ Իդեպ, եթե մինչ քվեարկությունը էլեկտրոնային սարքը դեղին ազդանշան է տվել, ուրեմն ուրիշ տեղամաս է գնացել, բայց հոգ չէ, համակարգը դա էլ է հոգացել։ Անմիջապես էկրանին կհայտնվի այն հասցեն, որտեղ պետք է կատարեք ձեր քաղաքացիական պարտքը։ Իսկ ահա այս ազդանշանը ահազանգում է ընտրակեղծիքի մասին։ Այնտեղում կկանխվի ոստիկանության աշխատակիցների միջնորդությամբ։ Լիլիթ Դանելյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։